Թիմեր, որոնց միջև խաղերը վերջին ժամանակներս շատ թեժ են ստացվում, գոլ առատ, Արմենիան 10 գոլ է բաց թողել 7-ը ստանդարտներից, ուրիշ 4-ը 11 մետրանոցներից։ Եզրափակիչում եւ հայտացուցակից շարունակում է բացակայել լուրջ վնասվածք ունեցող։ Այսօր հայտացուցակից բացակայում են եւս երկու ֆուտբոլիստներ, ենթահարձակվող Ալեն Գրգիչը եւ հարձակվող Մաթեուս Այասը, վերջինս Արարատի դեմ մրցավեճում է մոտեցել խաղին։ Հանդիպումը սկսված է գնդակով Նոայի ֆուտբոլիստներն են։ Եվ այսպես Դավիթ Սուալեհը խաղարկում են Հովհաննես Հարությունյանի հետ, Սուալեհը փոխանցում եւ հեռացնում է գնդակը Մալիսը։ Յանետեկի նրան Թակուտո Օշիմա եւ հարձակման եռյակը ձախից խաղում է Հովհաննես Հարությունյանը համար 99։ Հիմա գրովում է Նոան, փոխանցում, Բուենոն հեռացրեց, Սանգարե չկարողացավ խաղը, Նոան անցել է գրոհի, Հելդեր փոխանցում դեպի Մուլլա Հուսեյնովիչը, նրան թույլ չի տալիս, թիմերն էլ սիրում են հարձակողական ֆուտբոլ խաղալ, Ժիրայր Շաղոյանը բացում է ձախ եզրով, Շաղոյան, Արայիկ Էլոյան, բայց Սերգեյ Մուրադյանը Էդգար Գրիգորյան փոխանցում դեպի Սերոփյանը, Արթուր Սերոփյան եւ գնդակը հեռացնում է Մուլլա Հուսեյնովիչը, Էդգար Գրիգորյան հարված ձևավորված հարձակման եռյակը, Շաղոյան, Սերոփյան, Էլոյան ինքը զբաղեցրեց Սանգարեն, Սուալեհը նա հերվից էլ կարող է հարվածել, կարող է շատ ավելի լավ հարվածել, որտեղ հոգեհարազատ թիմի դեմ այսօր մրցում Հարությունյանը, Հելդեր եւ գնդակը դիպավ Մալիսին, շատ լավ հարված էր Կամո Հովհաննիսյան, խլում է գնդակը Հովհաննես Հարությունյանը, փոխանցում է Սուալեհին, Սուալեհը, Հելդեր եւ Արման Ներսեսյան։ 25 գավաթի եզրափակիչում խաղացին, 5-5 հաշիվը գրանցվեց հիմնական եւ լրացուցիչ ժամանակից հետո։ Իսկ 11 մետրանոց Արարատ Արմենիան, Հովհաննիսյան, Էլոյան, Սերոփյանը նկատում է Կամո Հովհաննիսյանին, փոխանցում Շաղոյան, գոլ! 1-0 հիասքանչ համագործակցություն Արարատ Արմենիայի ֆուտբոլիստների միջև Կամո Հովհաննիսյանը սկսեց ամեն ինչ, անչափ գրագետ փոխանցումը, որովհետև դա ամենամիանշանակ որոշումը չէր այդ պահին, ավելի շատ սպասելի էր փոխանցում դեպի Էլոյանը, բայց Հովհաննիսյանը նկատեց Շաղոյանի տեղաշարժը, իսկ Բոակեն նրան բալան տա եւ Մալիս, մնացած բոլորը հայ ֆուտբոլիստներ են, Հելդեր եւ Արման Ներսեսյան, այսօր Մալիս փոխանցում դեպի Էլոյանը, հրաշալի փոխանցում էր Արայիկ Էլոյան, շրջանցում է Արայիկ Էլոյան, ոչ։ Խփեցին գոլային պահեր էլ ստեղծում են։ Հովհաննես Հարությունյան, ոչ, չէր գնա այս գնդակ։ Էրիկ Բոակի է, առաջ է ուղարկում, ոչ, Մուլլա Հուսեյնովիչին չի հասնում, գնացում էր Սերոփյան, մտավ Տուգանային հրապարակ փոխանցում, Սերգեյ Մուրադյանն է։ Իհարկե Էլոյանը չդիպավ գնդակին, բայց փոխանցումը նրա ուղղությամբ էր։ Սերոփյան, Դավիթ Սուալեհը, Հելդեր, գնդակը պատին է դիպչում եւ նշանակվում է անկյունային։ Արայիկ թիմերը 4-ական հարված են կատարել առաջին կեսում։ Հելդեր Ֆերեյրա, Հելդեր եւ անկյունվում Սուալեհը փոխանցում, Բուենոն հեռացրեց, Էտեկի շեղ է ընթանում գնդակը։ Պանները հեռացրին գնդակը, Օշիմա, ոչ, այլ ուղղությամբ էր բացվել Մուլլա Հուսեյնովիչը, Բոակի է, այստեղ էլ Կեյրուշն է, Էտեկի, Սերոփյան, Դավիթ Սուալեհը հարվածում է, բայց այսօր Սուալեհի խաղը չի ստացվում, նրա ոչ Դավիթ Սուալեհը Աչից Էրիկ Բոակի, հիմա Սուալեհն գնդակով է, Հելդեր եւ գոլ! Հելդեր Ֆերեյրան հավասարեցնում է հանդիպման հաշիվը, մի փոքր երկար սպասեց Հելդերը եւս մեկ գոլ խփելու համար Նոայի կազմում, բայց դա վերջապես տեղի ունեցավ նման կարևոր պահի կարիերայում 4-րդ գոլը Արարատ Արմենիայի դարպասը, որից 2-ը խփել է նախորդ եզրափակիչում գավաթի խաղարկությունում։ 1-1 Նոան արագ պատասխան է տալիս եւ հիմա հաշիվը հավասար է Հելդեր Ֆերեյրան գոլի հեղինակն է, այստեղ Արման Ներսեսյանը դիպավ գնդակին, փորձեց հեռացնել, բայց չկարողացավ թիմին փրկել։ Հելդերը երկրորդ խաղակեսը շատ հակասական է սկսել, դեղին քար ստացավ
Հիմա տեղին քարտ է ստանում նաև Նոայի գլխավոր մարշի օգնականը եւ հիմա էլ գոլ է խփում Պորտուգալացին։ Ինչ տեղի ունեցավ։ Հովանեսյանն ու Մուրադյանն էին գնդակը խաղարկում, խլեց Մուլա Հուսեյնովիչը, շարունակեց Սանգարեն Սուալեհեն եւ Սուալեհեն գոլային փոխանցման հեղինակն է։ Ընթացքից հրաշալի հարված կատարեց Հելդերը եւ Սուալեհեն արդեն նմանվում է իրեն, կատարեց այս մրցաշրջանում 4-րդ գոլային փոխանցումը, խանգարեց Օշիման սկզբում, բայց հետո Հելդերը լիովին ազատ էր, իսկ Ներսեսյանը ակնհայտորեն կարող էր ավելի վստահ խաղալ։ Մյուս մեկ անգամ տեսնենք դրվագը, ընթացիկ առաջնությունում Հելդերը 3-րդ գոլն է խփում։ Ընթացքից հարված ամեն դեպքում հաշիվը հավասարեցնելով։ Կամո Հովանեսյան և չանչարը տեկի Փոխանցում, այսօր չեն ստացվում և Կամո Հովանեսյան հետ է ուղարկում բալանտա ոչ Էրիկ Բոակե Փոխանցում դեպի Սանգարեն Հելդեր ոչ Մալիսը կանգնեցնում է մրցակցին և Բոակե և քիչ էր մնում հասներ գնդակը Հելդերին, հայրենակիցը Զախ կիսապաշտպանը, որը գալիս է կենտրոն և նման ձևով ստանում է գնդակը Հելդեր և Արման Ներսեսյան։ 8-րդ րոպե Դավիթ Սուալեհեն փոխանցում է կատարում և հարված էլ տեղի ունեցավ Սերոփյան, Մուրադյան, Սերոփյան, բայց Սայնտինին ամառ պայքար է տուգնային հրապարակում, հիմա Շաղոյանը փոխանցում է Եկավ գնդակը Սերոփյանի մոտ խախտում է եղել Շաղոյան փոխանցում և անկյունային Իսկ հիմա Նոայի տուգանայինը Մանվելյան փոխանցում հեռացնում է գնդակը Էլոյանը Արձակվողը շատ լավ պաշտպանվեց և Սերոփյանը Հովանեսյան, Գրիգորյան երկու եզրայինները Արարատ Արմենիայի միանում են գրոհին Ավելի լավ Հովանեսյան շրջանցում է Սուալեհին փոխանցում դեպի Լիման Օլիվեյրա լավ փոխանցում էր Արմեն Համբարձումյան և գոլ Արմեն Համբարձումյան Արարատ Արմենիայի ավագը հասնում է հաջողության փոխարինման մտած երկու ֆուտբոլիստներ կազմակերպեցին այս գրոհը Միանին սա այո շատ կոպիտ սխալ էր Օլիվեյրայի գերազանց փոխանցումը և սառնասրտորեն եզրափակում է Համբարձումյանը ոչ ուժեղ, բայց դիպուկ հարվածով, նախ նրա արագացումը, որքան գրագետ և տեղին էր։ Նելու հաշիվը Հելդեր, փոխանցում, կրկին կերուշ, Փոխանցում շատ լավ, փոխանցում էր Մանվելյան, չկար խախտում Արմեն Համբարձումյանի կողմից։